Բարև ձեզ, Առնյուզի եթերում Հայաստան եւ աշխարհ նախագիծն է, ինչպես ամեն երկուշաբթի, այսօր նույնպես Առնյուզը Արմեդիա տեղեկատվական վերլուծական կենտրոնի հետ ներկայացնում է հայացք աշխարհին էջը, թե ինչ ենք պատմելու այսօր, նախ համառոտ։ Ինչու է հատկապես կարևոր որակյալ կրթությունը ժամանակակից աշխարհում, ինչ է անում Հայաստանը աշխարհի լավագույն համալսարաններում հայ ուսանողներին սովորելու հարցում օգնելու համար, քանի ուսանող է ամեն տարի Հայաստանից մեկնում սովորելու, քանիսն են վերադառնում, ինչպես անել, որ նրանք վերադառնան ու զարգացնեն Հայաստանը, ինչպիսին է ղազախական փորձը, ինչու է այս հարցում Ղազախստանն առաջատար աշխարհում, որքանով է լույս հիմնադրամը օբյեկտիվ կատարում ընտրությունը ու ով եւ ինչպես կարող է դառնալ լույսի կրթաթոշակառու, բարձաբանում է լույս հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժակլին Կարահասլանյանը։ Աշխարհը շատ բարդ է։ Սինգապուրի հիմնադիր հայր Լի Կուան Յուին ճահիճներում աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը կառուցելու առիթով միշտ մի հարց են տվել. լավ, ինչպես է հնարավոր ստեղծել գերզարգացած պետություն բացարձակապես ոչնչից։ Բանալին մեկն է կրթություն։ Չգիտեմ նկատել եք թե ոչ, բայց մի տեսակ շատ ու ոմանք երբեմն առանց հասկանալու են խոսում կրթության կարևորության մասին։ Իրականում դա նման է վառելիքի, առանց որի մեքենան տեղից չի շարժվի, էլեկտրականության, առանց որի համակարգիչը չի աշխատի, դա նման է զենքի, առանց որի երկիրը չես պաշտպանի։ Հասկանալու համար, որ սա պաթոշ չէ, պետք է գիտակցել, որ օրինակ եթե ընդդիմությանը անվանում ես դավաճան, ինչպես Ադրբեջանում, ուրեմն չես գիտակցում, որ դարում ես ապրում։ Չես հասկանում, որ դրսից ֆինանսավորող կառույցները պարտադիր չէ, որ անազնիվ լինեն ու կարող է եւ շատ կարևոր գործ անեն հենց քեզ համար։ Նման բաներ լինում են այնտեղ, որտեղ գիտելիք չկա։ Կրթության հիմքը մտածելու եւ զարմանալու կարողությունն է ու ոչ թե վախը դրանց հանդեպ։ Մեզ մոտ կա խնդիր, երբեմն տեղեկությունը գիտելիքից չենք տարբերում։ Միշտ պատասխանում ենք ինչ հարցին, միշտ գիտելիքը տալիս է ինչու հարցի պատասխանը։ Ինչ անել, որ ամենաթարմ գիտելիքը մտնի մեր երկիր, այս մասին ենք խոսելու։ Իմ զրուցակիցը լույս հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժակլին Կարահասլանյանն է։ Բարև ձեզ, Տիկին Կարահասլանյան։ Բարև ձեզ։ Այսպես արդեն նախ քանի տարի է լույս հիմնադրամի գործունեություն ծավալում հիմնադրամը։ 2009 թվականից 4 տարեկան է։ Բայ մենք այս պահին այսպես ստատիստիկ առումով, հա, վիճակագրական տվյալներ, որքան ուսանող ունենք դրսում, որքան են գնացել, որքան են վերադարձել, կպատմեք մի փոքր։ Այո։ 260 ուսանողներ ստացել են կրթաթոշակ լույս հիմնադրամից, սովորում են լավագույն բուհերում, աշխարհով սփռված եւ մոտավորապես 70 շրջանավարտ ունենք, 54%-ը Հայաստանում են եւ աշխատում են, 54%-ից 20%-ը սփյուռքահայ են։ Հասկանա, իսկ նրանք ովքեր որ Հայաստանում չեն, ինչ որ ձևով կապ պահպանվում է։ Այո, մեծ մասը շարունակում են իրենց ուսումը, որովհետև երբ որ արդեն լույսով սկսել են լավագույն համալսարանում, շատ անգամ մասնագետված ինստիտուտները իրենց առաջարկում են 100% կրթաթոշակ, որպեսզի շարունակեն իրենց ասպիրանտուհան, մի շատ sense մասնակետ ճյուղով, որը երևի այդ համալսարանը մեր կայքում չէ։ Բայց երիտասարդը շարունակում է մեզ հետ կապի մեջ լինել։ Որը ինչպես է ընտրում համալսարանները, ինչ որ չափանիշներ կան, որ համալսարան ընդունվելու դեպքում եք տալիս կրթաթոշակ, ինչպես է դա կարգավորվում։ Մեզ համար շատ կարևոր էր, որ ընտրությունը լինի լույս հիմնադրամից դուրս, որովհետև կան կազմակերպություններ, համաշխարհային կազմակերպություններ, շատ լուրջ չափանիշներով եւ իրենց ամբողջ աշխատանքը ամբողջ տարին այն է համեմատել տարբեր համալսարանները, աշխարհի լավագույն համալսարանները եւ իրենք որոշում են ամեն տարի առաջի 50 համալսարանները, որոնք են ամենահզորները։ Հասկանալի։ Եվ դուք ըստ դրա կարգավորում եք նաեւ լույսի ցուցակը, ճիշտ է, այսինքն։ Այո։ Եվ 4 կարևոր կազմակերպություններ կան, որ այդ գործով զբաղվում են եւ US News Report-ը ընտրվեց լույսի կողմից, որովհետև պատկերացրեք, որ լինելով ամերիկական կազմակերպություն ամենահավասարակշռված էր համաշխարհային համալսարաններով, երբ մյուսները իրենց առաջի 50 համալսարանները գրեթե բոլորը ԱՄՆ-ի համալսարաններն էին։ Իդեպ, աշխարհի լավագույն համալսարաններից գիտելիք բերելու նպատակով հատուկ ծրագիր է գործում Ղազախստանում։ Բոլաշակ ծրագիրը մեր լույսի նման մի բան է։ Միայն թե այնտեղ ուսանողները իրավական պատասխանատվություն են կրում։ Վերադառնալը պարտադիր է, թե չէ, այդքան էլ լավ չի լինի։ Ես առաջարկում դիտել ռեպորտաժ Ղազախական լույս ծրագրի մասին, որից հետո կշարունակենք։
программе в этом году исполняется 20 лет. Այս տարի լրանում է Բոլաշակ ծրագրի 20 տարին։ Նման ծրագիր ստեղծելը հեղափոխական որոշում էր 1993 թվական ԽՍՀՄ փլուզում ծանր իրավիճակ։ Շատերը քննադատում էին, թե ինչու պետք է ոսկու եւ արժույթի պաշարները ծախսվեն ինչ-որ մի ծրագրի վրա։ Բայց որոշումն ընդունվեց։ Այս ծրագրի գաղափարը եկել է Սինգապուրից, որտեղ 1970-ականների վերջից հաջողությամբ անցկացվում է նախագահական կրթաթոշակի ծրագիրը։ Եվ այս 20 տարիների ընթացքում ծրագիրը զարգացման մի քանի փուլ է անցել, ու եթե ծրագիրը գնահատեն, կարող եմ ասել առանց ավելորդ համեստության, որ այն իրոք կայացել է։ Ինչպես եք ընտրում կրթաթոշակառուներին։ Обеспечиваются 3 механизмами. Ընտրությունը կատարվում է 3 մեխանիզմով։ Առաջինը օբյեկտիվությունն է, կադրերի խիստ ընտրությունը։ Պետք է մեկնեն լավերից լավերը։ Եթե այդպիսիները չմեկնեն, մյուսները չեն կարողանա սովորել։ Ընտրվածների ազգանունները պաշտոնապես հրապարակվում են կայքում, որպեսզի բոլորը տեսնեն, թե ովքեր են ցուցակում, ովքեր են ծնողները, ինչպիսի անձնավորություն է, երբ է երաշխավորվել, որ երկիր է մեկնում սովորելու։ Այդ ցուցակները փակ չեն, եւ երրորդը կոշտ պահանջներն են թոշակառուի ուսման առաջադիմության մակարդակի նկատմամբ։ Դա հենց այնպես չէ։ Գնացիր եւ ինչպես ցանկանում ես, այնպես էլ սովորիր։ Ոչ մի նման բան 4-ից ցածր չպետք է ստանաս։ Պետք է սովորես միայն 4-ի եւ 5-ի։ Եթե 4-ից ցածր ես իջնում, ապա մենք զրկում ենք կրթաթոշակից եւ պետության կողմից քեզ վրա ծախսած գումարները պետք է վերադարձնես։ Այդ պատճառով էլ միայն այսպես կոչված ծանոթ բարեկամների հույսին մնացածներն իրենք են վախենում այնտեղ մեկնել։ Ընդհանրապես համանման ծրագրեր կան շատ երկրներում, նաև Ղազախստանում կա, Սինգապուրում կա, շատ հայտնի, հա, բայց ամենտեղ ինչ որ մեխանիզմ կա, որ եթե ուսանողի վրա փող ենք ծախսում, պետք է նա վերադառնա, հա, եւ միտեղ դա գրավով է արվում, միտեղ նույնիսկ քրեական պատասխանատվություն է սահմանված։ Մենք ինչպես ենք դա անում։ Մի տեսակ ոչ մի մեխանիզմ չկա, ինչպես համոզել ուսանողին, որ ինչպես ոչ մի մեխանիզմ կա, մեկը, որ իմ կարծիքով եւ արդեն արդյունքները ցույց են տալիս, որը ավելի հզոր է, քան մարդկանց ստիպել կամ իրենց պատժել, ինչպես այս մոդելները, որ նոր նշեցիք, որոնք դեմոկրատիայի օրենքները, այո, հեռանում ենք, եւ ապացուցվում է, որ այդ մարդկանց ստիպելը, որ հետ գան, ավելի է վանում։ Այո, մարդկանց ստիպելը, որ հետ գան, չի աշխատում, անգամ եթե կոնտրակտ ստորագրում են, օրինակ գիտեմ, որ Կազախստանի օրինակը անգամ անցյալ ապրիլ արդեն իրենց անվտանգության պաշտպանությունը կապում են ուսանողների հետ, որ հաստատեն, որ ուսանողը անպայման հետ կա։ Հասկանա, իսկ մենք ինչ որ երաշխիք ունենք, որ կարող է ասենք ոչ մեկ հետ չգա։ Մի քիչ առաջ նշեցի միջավայր, որովհետև շատ անգամ մտածում ենք ինչպես առաջարկել լավ ուսում, ինչպես իրենց լավ գործիքներ ունենան աշխատելու համար, լավ պայմաններ, բայց չենք մտածում, որ ամենակարևորը միջավայրն է։ Միջավայրը սովորելու, բայց եւս միջավայրը աշխատելու։ Այդ հարցով մենք շատ լուրջ քննարկել ենք եւ Լուիս հիմնադրամը, ինչպես գիտեք, ունի 2 առաքելություն, որոնք աշխատում են ձեռք-ձեռքի։ Մեկը սովորելն է, մյուսը ծրագրեր։ Մյուսը աշխատել։ Մեր կարևոր, եթե 2 բառ օգտագործեմ, կլինի սովորիր եւ գործիր։ Հիմա աշխատելը շատ բարդ է։ Ինչպես նոր գիտությունը կարող ես կիրառել իրական դաշտի մեջ, ինքը շատ բարդ է։ Հասկանամ, բայց կա նաև խնդիր, որ եթե ստանում ես շատ լավ կրթություն, աշխարհը քեզ համար բաց է եւ կարող ես մի քանի անգամ ավելի շատ վարձատրվես ցանկացած այլ երկրում, քան Հայաստանում, ճիշտ է։ Եթե կարող ես արդյունք մատուցել, որովհետեւ կան այսօր շատ մարդիկ լավ կրթությունով, բայց իրենց վստահությունը չկա աշխատելու, չգիտեն ինչպես ծրագրեր իրականացնել, չգիտեն ինչպես արդյունք մատուցել։ Մեր զարգացնել Հայաստան ծրագիրը բոլոր լույս ուսանողներին սպասում է ամեն ամառ, մի 3 շաբաթից բոլորը այստեղ են լինելու։ Այսինքն նաև հավաքվում են, հա, արձակուրդներին։ Այո, ամենաառաջի օրվանից, որ դառնում են լույս կրթաթոշակառու, անպայման իրենք պայմանագիր ունեն մեզ հետ, որ ամբողջ իրենց ուսման ընթացքում մի շարք պարտականություններ ունեն։
Այսինքն գալիս են մասնակցում են ինչ-որ միջոցառումներ։ Գալիս են ամենամար աշխատելու Հայաստանում, իրար հետ են աշխատում, սովորեն ինչպես է կոլեկտիվ մտածելակերպը, ինչպես մեկի գիտությունը մյուսի գիտությունին ուժեղացնում է, եւ ինչպես որոնք են մեր երկրի մարտահրավերները, շփվում են իրականության հետ, ոչ միայն լինելով Երևանում, բայց ամբողջ Հայաստանով եւ համայնքների հետ ապրելով իրենց միջև շատ լավ հասկանում են որոնք են անհրաժեշտ հարցերը լուծելու, այո, եւ այսօր լավագույն կրթությունը ամենամեծ առաքելությունը այդ կրթությունին այն է, երբ որ մեկ հարցի դիմացն ենք, իմանանք ինչպես այդ հարցը լուծել, որովհետեւ այսօր աշխարհը շատ բարդ է։ Առաջ ավելի հեշտ էր։ Բոլորը սովորում էին շատ հատուկ մասնագիտություններ, բժիշկ, փաստաբան, դասատու, աշխատաբար։ Հիմա այդպես չէ։ Ամեն մեկը կարող է ունենալ միայն իր մասնագիտությունը, ճիշտ է, ամեն բոլոր դիսցիպլինները։ Այո, եւ ամեն դիսցիպլինների մեջ կան տեխնոլոգիաներ, նշանակում է, որ ամեն դիսցիպլինի մեջ շատ արագ ամեն ինչը փոխվում է։ Եթե մեկը շատ լավ դիպլոմով այսօր դուրս եկավ համալսարանից եւ ինքը չշարունակի սովորել, չշարունակի շփվել տարբեր միջավայրներում, իր գիտությունը շատ շուտ կհնանա։ Իդեպ կրթաթոշակների մասին, օրինակ Ղազախստանում, որը հայտնի է կրթաթոշակների, այսպես ասած, առատությամբ, 20 տարում հատկացրել են 9000 կրթաթոշակ։ Մեզ մոտ Լույս հիմնադրամը 4 տարվա գործունեության ընթացքում հատկացրել է ավելի քան 400 կրթաթոշակ, մոտ 260 ուսանողի համար։ Հիմա մենք 3 միլիոն ենք, ղազախները 16, այսինքն ավելի քան 5 անգամ շատ։ Ստացվում է, որ այս բոլոր տարբերությունները հաշվի առնելու դեպքում Հայաստանը նույնքան կրթաթոշակ է տալիս, որքան Ղազախստանը։ Ես առաջարկում դիտել կարճ հարցազրույց ղազախական բոլաշակ ծրագրերի կենտրոնի նախագահի հետ։ Տեսնենք, թե ուր են հիմա այդ 9000 կրթաթոշակառուները, որից հետո կշարունակենք։ По программе «Болошак» Բոլաշակ ծրագրի գոյության 20 տարիների ընթացքում մենք հատկացրել ենք 9250 կրթաթոշակ եւ գրեթե բոլոր ուսանողները վերադարձել են։ Չվերադարձածների տոկոսը շատ քիչ է, 1%-ից էլ քիչ։ Մենք այս հարցով մտահոգված էինք դեռ 90-ականներին, երբ առաջին հոսքը գնաց եւ չվերադառնալու փաստեր եղան։ Այժմ հստակորեն իրավական մեխանիզմներ ձևավորվեցին, որոնք պարտավորեցնում են կրթաթոշակառուներին վերադառնալ։ Մտցվեց գրավ թողնելու մեխանիզմը։ Սա հազվադեպ բան է, ոչ բոլոր կրթաթոշակներում է հանդիպում։ Արտասահման գնալուց առաջ կրթաթոշակառուն որպես գրավ թողնում է անշարժ գույք։ Եթե նա չի վերադառնում, մենք իրավական գործընթաց ենք սկսում այդ անշարժ գույքի նկատմամբ։ Սակայն մինչև հիմա ոչ մի անգամ գործը մինչև դատարան չի հասել։ Այդ դեպքերում ծնողները վճարել են իրենց երեխաների համար։ Սակայն սա փաստ է, որ կա այսպիսի կոշտ ահաբեկող մեխանիզմ։ Եթե համեմատենք ըստ կոշտության, ապա ամենակոշտը Սինգապուրյան կրթաթոշակն է։ Այնտեղ կրթաթոշակառուի ծնողները քրեական պատասխանատվություն են կրում չվերադարձողի համար։ Նրանք բանտային պատիժ են կրում, այնտեղ շատ սարսափելի է։ Համեմատության համար Չինական ազգային հետազոտական հիմնադրամի պետական դրամաշնորհների ծրագիրն ուղարկել է արտասահման ասպիրանտուրայում սովորելու 13000 հոգու, վերադարձել է 10%-ից էլ քիչ։ Թեպետ այդ ծրագիրը վճարվում է պետության կողմից, իսկ մերոնց հիմնական մասը 99.9%-ը ավարտել, վերադարձել եւ հիմա աշխատում է Ղազախստանում։ Ծրագրի հաջողության հաջորդ փաստարկը այդ շրջանավարտներն իրենց հետ ոչ միայն գիտելիք են բերում, այլ նաեւ որոշակի արժեքներ, կան կորպորատիվ մշակույթի, աշխատանքային էթիկայի, նրա կազմակերպման կառավարման հստակ օրինակներ։ Մենք շատ հանգամանորեն ենք բուհեր ընտրում, դրանք աշխարհի 200 առաջատար բուհերն են։ Այսօր կառավարությունում 70 փոխնախարար ունենք, նրանց կեսից ավելին մեր շրջանավարտներն են։ Շատ ազգային ընկերությունների ղեկավարները, Նուր Օթան իշխանական կուսակցության առաջնորդի առաջին տեղակալը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեր շրջանավարտներն են։ Նրանք նաև խորհրդարանում են, մեզ մոտ արդեն կառավարիչների շերտ է ձևավորվել, եւ փաստորեն պետական մակարդակով մենք իրապես երկու խնդիր ենք լուծել։ Կառավարչական ապարատի վերաձևափոխում եւ մասնավոր ընկերությունների ղեկավարության մեջ նույնպես ընդգրկվել են մեր շրջանավարտները, որոնք կարողացել են առանց հիվանդագին դրսևորումների կառավարման տարերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Ինչ ծրագրեր է Լույսը իրականացնում, մենք քիչ առաջ խոսեցինք, հա, որ հավաքում են շրջանավարտները եւ ինչ ծրագրեր են, կարծեմ զարգացնենք Հայաստան, այդպես է կոչվում։ Այո։ Այստեղ շատ կարևոր է հասկանանք, որ ամեն գիտությունը ինքը արժենք ունի, եթե կարող ենք իրան կիրառել իրականության մեջ։ Որովհետեւ միայն լավ ուսում ունենալ եւ գնալ օֆիսը ժամը 9-ից մինչեւ 5-ը մի հատ շատ գեղեցիկ
բիզնես քարտով, որը կասի տնօրեն կամ դիրեկտոր, այդպես չի լինի։ Այդպես չի։ Աշխարհը փոխվել է։ Մենք պետք է արդյունք տանք, ապահովենք։ Այդ նշանակում է, որ պետք է մտածենք ինչպես ենք ծառայում նպատակին։ Ոչ թե ծառայում որևէ միայն անձնական շահերին։ Հասկանա, դուք կներկայացնեք ինչի մասին։ Երիտասարդները երբ որ գալիս են, ավելի կոնկրետ ասեմ։ Հունվար ամիս մինչև սեպտեմբերից մինչև հունվար իրենց հանգիստ ենք թողում, որ հասկանան իրենց նոր միջավայրը համալսարանում, ինչ տեսակ դասերի են ինչ են սովորելու, ինչն է ամենահետաքրքիրը, ինչն է շատ կարևոր այդ համալսարանում, որ ուրիշ տեղ չէին կարող սովորել, որ հյուրահատուկ է։ Հունվարից արդեն իրանց հետ կապվում ենք։ Եվ հարցը տալիս ենք. ինչն է հյուրահատուկ քո սովորածի մեջ, որ ուրիշ տեղ չկա, ուրիշ երկրում չկա, եւ ինչպես կարող ես մտածել մի ծրագիր, որ ընդգրկի այդ կարևոր գաղափարները եւ դու գաս Հայաստան ամառը ու այդ ծրագիրը կիրառես։ Տարբեր ոլորտներ ունենք, բայց անցյալ ամառ այցելում էինք Օձուն գյուղը, որը Հայաստանի 3 գյուղերից մեծերից մեկն է։ Եվ այնտեղ, ինչպես դժբախտաբար շատ գյուղերում, երիտասարդները ձգտում են գյուղից գնալ դեպի մայրաքաղաք կամ դուրս, որովհետև աշխատանք չկա։ Շատ կտրված վայր է Օձունը, նույնիսկ մարզկենտրոնից է կտրված, այնպիսի տպավորություն է, որ ոչ մի բանի հետ կապ չունի, չես հասկանում։ Բայց սքանչելի վայր է, սքանչելի բնություն ունի եւ շատ հարստություն, որը երևի ով որ ապրում է այդտեղ, այնչափ սովոր են այդ գեղեցկությունը տեսնել եւ զանազան բույսերը, տարբեր թեյերը, որ ամենտեղ աճում են, բայց տեղի ժողովրդի համար նորմալ է։ Սովորական է, բայց ինչ է այդտեղ արել։ Հիմա լույս ուսանողները, երբ որ 15 հոգին եկան Օձուն, երիտասարդների հավաքեցին ու նայեցին իրենց շուրջ, Օձունի հարստությունը ո՞րն է։ Այս բնությունն է։ Այս գեղեցիկ վայրը, հյուրահատուկ եկեղեցին, որ ունի, եւ մտածեցին ինչպես անենք, որ այս շատ բարձր որակով թեն, օրինակ ուղծը, կարող են մատուցեն տուրիստին։ Բոլորը զարմացան, մտածելով շատ մեծ գաղափար չի, որովհետև թեն կարող ես ամենտեղ քաղել, ամենտեղ կա, բայց եթե ինքը փաթեթավորած չի, տուրիստը չի առնի, անգամ երբեմն պետք է ավելի լավ փաթեթավորել, քան այսպես ասած մեջի եղածը։ Հիմա երիտասարդները կազմակերպվեցին եւ այստեղ ամեն մի աշխատանքի համար ներկայացրեցին երիտասարդ խումբ Օձունում, որ ամեն մի աշխատանք ինքը մասնակցություն է, որը պահանջում է 4 տարի աշխատանք։ Օրինակ, եթե ուզում ես դառնալ շատ զորավոր մանաջեր, պետք է շատ լավ կազմակերպես։ Թիմերը կազմակերպվեցին։ Եվ ինչ ստացան արդյունքում։ Արդյունքում իրանք փորձեցին մեկ փաթեթավորեն իրենց թեն։ Սա Օձունի թեյն է։ Այս Օձունի թեն է, 16 տարեկան երիտասարդներ աշխատեցին լույս ուսանողների հետ։ Մեկը հետազոտություն արեց, թեն ինչ է, առողջության համար ինչու լավ է։ Ու այստեղ գրված է։ Մեկը լոգոն մշակեց, դիզայնը։ Հետաքրքիր է։ Եվ այս ամբողջը կազմակերպել էր պետք։ Եվ փաթեթը ինչպես անենք, որ ինքը էժան լինի, հեշտ լինի, պետք չի որ գնալ մինչև հաջորդ մյուս քաղաքը, որ որևէ փաթեթ առնելու։ Եվ հենց տեղում այս երիտասարդներն են մշակել ու շատ իրանք ունեին մենակ թուղթ եւ պրինտեր եւ այս մշակեցին։ Եվ ինչ է թեյը։ Այո, հիմա ձեզ ցույց տամ։ Ու թեն այսպես։ Առանձնահատուկ եսիմ ինչ չի, հա, այսպես ասած։ Ինքը հասարակ թուղթ է։ Բայց այս երիտասարդները երբ որ մշակեցին ու փորձ արեցին, եկեղեցին ամեն օր տուրիստները մեծ քանակով գալիս են, որտեղ շատ սքանչելի եկեղեցի կա, Օձունի եկեղեցին,
Եվ այս թեն ներկայացրեցին փոքրիկ սեղանի վրա, մի կես ժամի ընթացքում 50 փաթեթը ծախեցին ամեն մեկը 500 դրամով։ Հիմա ես մի բան եմ ուզում ցույց տամ, որ ինձ շատ զարմացրեց։ 2 ամիս առաջ Նյու Յորք էի։ Եվ այս նայեք, եթե նույնը չի։ Իրանք սերմեր են, որ ծաղիկները աճեն ձեր բալկոնում։ Այս մեկը $24 փաթեթ է։ Բայց բույսը կա ու բացատրված է ինչպես պետք է։ Հիմա եթե նայեք մեր երիտասարդների անգամ բանդիկով, այո, եկեք ցույց տանք։ Հասկանում մշակութային փոխառություն ենք տեղի Հիմա պատկերացրեք ես ինչքան հուզվեցի, երբ որ Նյու Յորքում խանութի մեջ այս տեսա ու գիտեմ, որ մեր 16 տարեկան երիտասարդները մեր լույս ուսանողների հետ մարքեթինգի առումով, դիզայնի առումով, ամեն ինչով շատ մտածում են նույն կերպ, ամենակարևորը։ Շատ հավասար էին լավագույն, ասենք թե շուկայի մասնագետների հետ։ Այդ նշանակում է այսօր ամենամեծ ուժը մեր մտավոր ուժն է եւ խմբային մտածելը, աշխատելը իրար հետ։ Հիմա մեր լույս ուսանողների ոլորտում ոչ մեկը մարքեթինգի մասնագետ չէր։ Բայց նայեցին իրեն շուրջ, այստեղ ռեսուրսը որն է, հարստությունը որն է, ինչպես կարող ենք մատուցել այդ հարստությունը։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, քանի որ եթե դուք հաջողեք, նաև մենք կհաջողենք, շատ հետաքրքիր։ Ես ծառայում եմ Հայաստանի համար։ Մենք էլ շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Ինչպես ամեն երկուշաբթի այսօր նույնպես Հայաստան եւ աշխարհ Արմեդիա տեղեկատվական վերլուծական կենտրոնի հետ ներկայացրեց Հայեցք աշխարհին էջը։ Այսօրվա թողարկումն այսքանն էր։ Ցտեսություն։